Բարի արև իմ սիրելի կարիճներ, ասցենդենտի նշանով եւ արևի նշանով այսօր ապրիլի 22-ն է իմ օրացույցով Մերկուրի օրը, բայց մինչ սկսել էի այսօր կներկայացնեմ մայիս ամսվա համար կանխատեսումը 2026 թվականի, բայց մինչ այդ ես ուզում եմ նշել, որ խոսքը վերաբերում է բոլոր նրանց, ում ասցենդենտի նշանն է կարիճը, որի իմացությունը պայմանավորված է ձեր ծննդյան ժամի ճշգրիտ իմացությամբ եւ ուրեմն առաջինը լսում եք դա հետո արևի նշանով։ Ես խնդրում եմ երկուսը նշեք, որ հետո ինչ որ սխալ մեկնաբանություններ չլինեն։ Եվ այսպես նրանք, ովքեր գիտեն իրեն ճշգրիտ ժամը, տեղադրում են ծրագրում, դա Sotis Online կամ ուղղակի գրում եք ուրեմն աստղաբանական քարտեզի մասին, ինքը ձեզ կբերի քարտեզը, տվյալները կտեղադրեք եւ կիմանաք ձեր ասցենդենտի նշանը, այդ երկուսը կնայեք, նոր པարզ կլինի։ Ես ստիպված եմ լինում ամեն անգամ կրկնել, որտեղ ամեն անգամ նոր մարդիկ են ավելանում, իրենք չգիտեն ինչ ասել է ասցենդենտի նշան, կարծում եմ միայն արևի նշանով պիտի նայեն եւ այդպես առաջանում է թյուրիմացություն եւ դիմացինին փորձում եք դիմացինին ինչ որ բան ասել, դրա փոխարեն մի հատ տեսեք խելացեք, դուք այդքան հասկացողություն ունեք, հասկանում եք, թե ձեր տգիտությունը մի բարդեք ուրիշի վրա, այսպիսի նրբություններ կան, չեմ սիրում նման բան, կրթվեք, խելացի եղեք ու նման արտահայտություններ ձեզ թույլ մի տվեք, սա էլ էսպես, հիմա, ինչ ունենք մենք մայիսին, նախ ասացի, որ այսօր 22-ն է եւ ձեզ բաժին է ընկել Մերկուրին եւ դա ասում է այն մասին, որ բնականաբար դուք կքննարկեք եւ անձնական հարց կարող եք քննարկել ամուսնության թեմա եւ այստեղ աշխատանքին կարող է վերաբերվել եւ բնականաբար ձեզ ուղեկցում է ֆինանսների թեման։ Սա այն մասին, որ ձեզ բաժին ընկավ Մերկուրին, այսինքն հարաբերությունները բավականին կարեւոր են ձեզ համար, միգուցե աշխատավայրում ինչ որ հարցեր կան կարգավորելու, դուք այստեղ եւս ուրեմն դա պիտի դրան պիտի անդրադառնաք եւ հնարավոր է գիտեք արտերկրի թեման բավականին ակտիվ է ձեզ մոտ, ոմանք այդտեղ խնդիրներ կարող են ունենալ փաստաթղթերի հետ, ոմանք արտերկիր կուզենան դեռևս ուրեմն մեկնել, որտեղ այդ ժամանակը ունեն եւ այդ հնարավորությունը կարող են օգտագործել, այնպես որ այդ ամեն ինչի ճիշտ օգտվեք, նախապես իմացեք եւ օգտվեք եւ այսպես մայիս ամիսը ինչ ունենք։ Ես իմ նախորդ հաղորդման ժամանակ աուդիո տարբերակով երբ ունեցանք, ես նշեցի, որ մայիս ամիսը ինքը տարվա մեջ միակ ամիսն է, որն ունի երկու լիալուսին, լինում է այդպես, երբեմն տարիները ունենում են, նույնիսկ երկու ամիս է լինում տարվա մեջ։ Հիմա մենք ունենք երկու լիալուսին, որոնցից առաջինը հենց մասնավորապես սիրելի կարիճներ վերաբերում է ձեզ եւ երկրորդ լիալուսինը արդեն վերաբերում է ձեր ֆինանսներին, ահա եւ ձեր ֆինանսական վիճակը ես վաղօրոք նշել եմ, սա իհարկե հիմնականում առաջին հերթին տեսեք նշում եմ ասցենդենտով կարիճներն են լսում, հետո նոր արևի նշանով, այսինքն շատ կարևոր է առաջինը լսել ձեր ասցենդենտի նշանը, լավ, խնդրում եմ ուրիշ տգետ հարցեր ինչ չտալ, ես ամեն անգամ սա բացատրում եմ, դուք որոշ մարդիկ խոսքս իմ հիմնական հետևորդների մասին չէ։ Երկրորդ ուրեմն ձեր ֆինանսներին է վերաբերելու, ընդհանրապես ուշադիր եղեք ձեր ֆինանսներին, եթե այն դեպքում, որ դուք կարող եք ղեկավարել ֆինանսները ճիշտ եւ չտուժել, դա հարցի մի կողմն է, բայց եթե այն ձեզանից չի կախված, կարող են ասեն գնում եք ինչ որ հարցով դիմում եք կամ զանգում են, ասում են, գիտեք, այսքան գումար պիտի վճարեք այս հարցերի հետ կապված։ Եվ դուք ուզեք չուզեք այդ գումարները պիտի վճարեք եւ դա կլինի մինչեւ ամսի 1-ը հիմնականում, այսինքն դա կարող է արդեն որոշ կարիճների մոտ եղել է, ոմանց մոտ կարող է ուրեմն գիտեք դա 18, 19, 20 այդպես այդ ժամանակվանից արդեն սկսվել է, այնպես որ այն կարիճները, ովքեր ֆինանսների հետ խնդիր չեն ունեցել, ուրեմն կունենան, ուշադիր եղեք, սիրելի կարիճներ, ուշադիր եղեք, ինչպես ասացի, առաջին լիալուսինը հենց ձեր նշանում է եւ մենք ֆինանսների հետ կապված ունենք խնդիրներ, այնպես որ
մինչև ամսի 1-ը ինչ որ ձեզ համար ոչ հաճելի հարցեր կլինեն, ոչ հաճելի այդպես իրադարձություններ կլինեն, միգուցե ոմանց մոտ լավ իրադարձություն պայմանավորված իրենց անձնական քարտեզով, հա, եւ իրենք լավ նպատակի համար այդ գումարը ծախսեն։ Այս տարբերակը եւս հնարավոր է, այնպես չի որ բոլորի համար դա վատ է։ Պարզապես ամեն դեպքում չմոռանանք, որ Լուսինը կարիճի նշանում է, հա, հակառակ լրիվ ցույլում ինքը գտնվում է բարձրակետում ու հանկարծ բարձրակետից միանգամից գահավիժում է ներքև։ Դրա համար ինչ էլ որ լինի, այստեղ ընտանեկան թեմաներ կարող են ձեզ ցավեցնել, այստեղ հոգեպես դուք ֆինանսական ինչ գործ արկել որ անեք ամենայնպես դա ձեզ չի գոհացնի կամ ինչ որ իրավիճակ լինի, ինչև է, սա է իրականությունը, ես նշեմ, որ դա լինելու է ուրեմն առաջին Լուսինը լինելու է Հայաստանի ժամանակով 21:22:59 արևելությունը կհակադրվեն 12 աստիճանում, այսինքն սիրելի կարիճներ, Լուսինը գտնվելու է 12 աստիճանում, ահա նրանք ովքեր ասենք, եթե արևի նշանով եք եւ ձեր Լուսինը արևը 12 աստիճանում է, ուրեմն պատկերացնում եք եւս այստեղ նորալուսին է կարծես թե ստացվում, բավականին մեծ է արդեն բախումը, էմոցիաները բավականին մեծ կլինեն, եթե ասցենդենտի նշանով է, այստեղ նայած ինչ մոլորակ ունեք, արդեն դա ձեր անձնական քարտեզը կարող է ցույց տալ բոլոր դեպքերում նորից եմ կրկնում ինչ որ հարաբերություններ, ինչ որ պարզաբանումներ, նաև կապված ֆինանսների հետ, մինչև դա այսօրվանից, երեկվանից կամ 3 չի առաջ օրվանից սկսված արդեն դա սկսվել է, նայած որ կարիճի մոտ ըստ ձեր անձնական քարտեզի դա ուրեմն կարտնանա եւ կկատարվի։ Անպայման սա ուրեմն նախորոք իմացեք դա ամսի 1-ի համար ուրիշ ինչ փոփոխություններ ունենք բացի երկու լիալուսնից մեկ նորալուսնից ունենք նաև հետևյալը Պլուտոնը կդառնա հետընթաց որ գտնում է ջրհոսի նշանում Մերկուրին եւ Մարսը կմտնեն ցոլի նշան ինչպես նաև Վեներան կփոխի իր նշանը արևը բնականաբար մայիսի 21-ին կփոխի իր նշանը ինքը այդպես իր համար հանգիստ շարժվում է առաջ առանց հետ ընկնելու առանց որևէ խոչընդոտների ինքը հայտնվի երկվորյակի նշանում եւ բնականաբար երկվորյակները կնշեն իրենց ծննդյան տոնը իսկ սիրելի կարիճներ դուք կհաշվեք ձեր ֆինանսները ահա իրականությունը եւ հիմա ինչպեսի իրավիճակ ունենք տեսեք ես ասացի որ կարծես թե ամեն ինչ գլխիվար շուռ է գալիս ձեզ համար կարծես թե ոչ մեկ իր տեղում չի ասենք որ սա կարող էր այսպես լինել բայց ստացվել է այսպես ինչ որ այսպես դա ձեզ անհանգստացնում է եթե ապրիլին ես ասացի որ ամեն ինչ իր տեղում է իր հունով գնում է ճիշտ գործողություններ եւ այլ եւ աշխարհում կատարվող իրադարձությունները եւս հա այսպես ինչ որ փորձում են ձգտել համաձայնության գալ եւ այլն իհարկե միջև արդեն ապրիլի վերջը դա կարող է բերել լարվածության ինչև է այսինքն աշխարհում եւս այդ բալանսավորված վիճակը ես արդեն ասել էի չէ որ հավասար բալանսավորված վիճակ այսինքն կփորձեն գնալ բանակցությունների եւ դա այդպես էլ կատարվեց իհարկե այսինքն ես ուզում եմ նշել որ մարդկանց մոտ եւս այս զգացողությունը ինչ որ չափով բալանսավորված պահվում է բայց արդեն մայիսին կրքերը կբորբոքվեն եւ այստեղ սխալ բաներ կարող են արվել քայլեր սա նկատի ունեցեք հիմա ես ձեզ նորից պետք է ասեմ որ գիտեք որոշում մի կայացեք այդպես է ստացվում որ անընդհատ մի դեպքում խավարումներ են մի դեպքում մեկ այլ միացություն ունենք մի դեպքում լիալուսին երկու հատ եւ այլն իրանք այդպես բերում են նոր կրքեր, նոր տրամաբանություններ կամ սխալ գործողություններ բոլոր դեպքերում մայիսը նույնիսկ ասենք մինչև հունիսի վերջ մայիսի երրորդ դեկադայից այդպես ասենք այդ ժամանակահատվածը բավականին լարվածություն է լինելու սիրելի կարիճներ կապված ուրեմն թե գործնականում այդ շփումներում կարող է լարվածություններ որտեվ կարծես թե գործը չի շարժվում առաջ ինչ որ ուզում եք անել խոսքի օրինակ ամուսնության առաջարկություն են արել բայց դա կարծես թե չի ստացվում ոչ կարողանում եք օր որոշեք ոչ կարողանում եք վայրը որոշել հա կամ ասենք գործնական ինչ որ հարցեր պետք է լինեն անընդհատ իրենք ձգձգվում են դժվարանում են
այս դժվարությունները ես ձեզ նախորոք ասեմ, որ լինելու են ձեզ մոտ եւ դա բնականաբար իր հերթին կարող է դժվարություններ առաջացնել ձեր առողջական հարցում, այնպես որ առաջիկա տարիներին մենք ուշադրություն ենք դարձնում ողնաշարին, որպեսզի այդտեղ խնդիրներ չլինեն եւ ամենակարևորը հոգեվիճակն է, որ պետք է հետևեք դրան, այնպես որ ինչ որ ժամանակ կգա, ես երևի թե արժևում կասեմ, միգուցե կամ դա կարող է պայմանավորված լինել ընդհանուր գիտեք անձնական քարտեզով, բայց ես ձեզ բոլոր դեպքերում ասեմ, որ հոկտեմբերին առաջ անցնելով, ասեմ հոկտեմբերի 26-ին որոշակի դժվար սեպտեմբեր-հոկտեմբեր այդ ամիսներին մնացած արդեն ձեր անձնական քարտեզը ցույց կտա կլինեն ուրեմն ձեր ապագայի հետ կապված որոշակի լարվածություններ կառաջանան եւ դուք պիտի խնայեք ձեր նյարդերը, իսկ խնայելու համար գնում ենք սպորտ դահլիճ կամ զբաղվում ենք կամ գնում ենք լողավազան, դա շատ կարևոր է առաջիկա տարիներին ես ձեզ անպայման խորհուրդ կտայի, որ գնայիք լողավազան, որովհետև դուք ինքներդ ջրի նշան եք եւ ձեզ կօգնի անպայման ժամանակի այդպես ձեր ժամանակ անցկացնել լողավազանում ջրի հետ ձեր գործը լինի դա շատ կարևոր է այսինքն պիտի հասկանանք որ հարաբերություններում որոշակի դժվարություններ կառաջանան հատկապես ասցենդենտով կարիճները եւ դուք ֆինանսական հարցերն արդեն ասացի բանկերի հետ եթե ինչ որ հարցեր կան զգուշ եք լինում եւ փորձում եք ինչ կարող եմ ասել փորձում եք կարգավորել եւ քանի որ ամեն ինչ գլխի վար շոր է գալիս նորից ասեմ որոշումներ դեռևս մի կայացրեք հարաբերություններ մի պարզեք այսինքն հարաբերություններ կարող եք պարզել մինչեւ ինչ որ առումով չնայած շատ հարաբերական է կոնկրետ չես կարող ասել նորից ձեր անձնական քարտեզը ցույց կտա բայց երևի թե մինչև ամսի 15 գոնե չնայած էլի լավ բաներ չեն տվյալներ չկան պարզապես հիշեք որ մայիս ամիսը ունի 2 լիալուսին եւ դա ձեզ կարող է տանել սխալ դրան է միանում նաեւ այն որ սխալ որոշումների այնպես որ ամեն ինչ թողեք այնպես ինչպես որ կա եթե հնարավոր է եթե հնարավոր չի արդեն ինչ ասեմ ձեր քարտեզը պիտի նայվի պիտի խորհրդակցեք եւ այլն որպեսզի կարողանաք այդ հարցերը կարգավորել եւ իհարկե այստեղ ֆինանսական հարցեր կքննարկվի եւ շատերը ինչպես արդեն ասացի արտերկրի թեման ակտիվ է արտերկիր են ցանկանում մեկնել կամ արտերկրի հետ կապված ինչ որ փաստաթղթեր կան հարցեր կան ոմանց մոտ ուրեմն ամուսնության հարցեր կարող են լինել իրավաբանական հարցեր կարող են լինել եւ այլն իրենց ապագայի հետ կապված հարցեր են աշխատանքի եւ այլն հա նմանատիպ որոնք իրենք պիտի կարգավորեն եւ իհարկե ասացի որ 21-ին արդեն արևը կմտնի երկվորյակի նշան իդեպ շատ հետաքրքիր է որ Մարսը եւ Վեներան մի եւ նույն օրը մայիսի 19-ին փոխելու են իրենց նշանները իհարկե նա մեկ այլ նշան կմտնի մյուսը մեկ այլ նշան կմտնի հա այդպես տարբեր համենայն դեպս այդպես Վեներան խեցգետնի նշանում է 19-ից սկսած մինչև հունիսի 13-ը եւ այստեղ սիրո թեման, ընտանիք կազմելու թեման, արտերկրի թեման բոլոր դեպքերում մոլորակ այդ էներգիան կուտակվել է եւ ձեզ ուզում է տանել արտերկիր կամ ինչ որ հարցեր կան որ կապված են արտերկրի հետ թեկուզ ասացի փաստաթղթային հարցեր տարբեր թեմաների մեջ կարող են լինել չէ փաստաթղթերը այստեղ ունեք հարցեր կարգավորելու, եթե իհարկե լավ է դա փորձեք դա կավարտվի իհարկե մինչև հուլիս-օգոստոս ժամանակ ունեք, այնպես որ եթե ուզում եք մեկնել արտերկիր շրջագայության, ուրեմն այդ ժամանակահատվածը շատ ավելի հարմար է ձեզ համար։ Ես ուզում եմ նշել նորալուսինը 17-ին է լինելու կարևոր է ինչ խոսք ինձ համար համենայն դեպս լիալուսին նորալուսին իրեն կարևոր երևույթներ են կլինի շատ հետաքրքիր է տեսեք արևելուսինը կմիանա 26 աստիճանում եւ
Բնականաբար ձեր հարկադիր նշանում է լինելու սիրելի կարիճներ, այդտեղ ինչ որ նոր սկիզբ կլինի եւ ձեր քարտեզով պայմանավորված, հա, դա լավ սկիզբ կարող է լինել ձեզ համար եւ շատ տակշի որ Հայաստանի ժամանակով դա կլինի 0000 51, այսինքն 00 կարելի ասել 1 րոպե։ Տեսեք Ռուսաստանում արդեն նորալուսինը 16-ին է ստացվում, Հայաստանում 17-ին է ստացվում, Եվրոպայում եւս 16-ին է։ Այնպես որ ձեր մեջ հարց չառաջանա, հա, որ ասենք 16-ին է, բան ինչպես Հակոբյան Աննան ասում է 17-ին։ Վոլա, Երևանում փաստորեն 0001 12-ից կամ ինչպես ասում ենք 24-ից 01 արդեն 1 րոպեն տեսնում եք հարցը է կարգավորում եւ օրը փոխվում է դառնում է 17։ Ահա նորալուսինը ձեր հակադիր նշանում կլինի, միգուցե ոմանց հաջողվի ուրեմն ամուսնական թեման կարգավորել կամ իրենց աշխատանքի ինչ որ խնդիրներ եթե ունեն կարողանան կարգավորել։ Ուզում եմ նշել նաև հաջորդ լիալուսինը, կարևոր է որպեսզի դուք իմանաք որ ժամին է այն լինելու եւ այսպես 31-ին մայիսի արևելությունը կհակադրվեն 10 աստիճանում եւ այն տեղի կունենա աղեղնավորի նշան, որը ձեր ֆինանսներն են Հայաստանի ժամանակով 12:45 րոպե, ահա Սա մյուս լիալուսինն է եւ ասեմ, որ արդեն սկզբից զգուշացեցի ֆինանսների հետ, սիրելի կարիճներ, լինում է կարծես թե չի վերջանում, հա, ամսի, այսինքն այս ժամանակահատվածում մինչև մայիսի 1-ը որոշակի ֆինանսական հարցեր կլինեն, ես դա արդեն անդրադարձա, բայց սակայն դա չի ավարտվում եւ դուք մինչև մայիսի վերջը եւս ֆինանսներ եք ծախսելու, եւս ֆինանսական կորուստներ եք ունենալու, այնպես որ ուշադիր եղեք ոմանց կարող է դա աշխատանքին վերաբերել կամ միգուցե այդ ֆինանսական թեմաները աշխատանքի հետ է կապված ոմանց մոտ լավ, այնպես որ ուշադիր եղեք եւ ճիշտ օգտագործեք, ճիշտ կազմակերպեք այդ ամեն ինչը, որպեսզի ավելորդ կորուստներ չունենաք։ Ես իհարկե չեմ կարող ասել ով ինչ պիտի անի, որովհետև ես չգիտեմ ձեր անձնական քարտեզը ու չեմ կարող կոնկրետ խորհուրդ տալ, միայն կարող եմ նախապես զգուշացնել եւ նրանք ովքեր նրանցում հետաքրքիր է, իրենք արդեն կարող են դիմել եւ իմանալ իրենց խնդիրը եւ այդ հարցը, եթե այդպես մեծ գումարների մասին է խոսքը կամ իսկապես դժվարին վիճակում են հայտնվել, դա կարեւոր է, արդեն այդ ձեւով միայն հարցը կլուծվի, եթե սովորական բաներ, այդպես ինչ կարող եմ ասել։ Ահա, սրանք էին հիմնական ուրեմն իրադարձությունները եւ ես ուզում եմ զգուշացնել նաեւ մեկ այլ օր ձեզ նշել ավելի ճիշտ ասացի, որ ուրեմն մեկը դժվար է լինելու, 1-2 այդպես խնդիրներ կլինեն մայիսի եւ այսինքն այդ օրը եւ սկսված այսօրվանից կամ երկուշաբթի օրվանից սկսված դա կա եւ դժվարին կլինեն օրեր երի ֆինանսների հետ կապված կամ միգուցե ես բոլոր դեպքերում ձեզ խորհուրդ կտայի զգուշ լինեիք 21-ին 21 22 20 21 22 այդ ժամանակահատվածում զգուշ լինեիք ձեր նրանք ովքեր ավտոմեքենա են վարում, ընդհանրապես երթևեկության հարցում հարաբերություններում այդպես զգուշ լինել, ուշադիր լինել, լավ, եթե հնարավոր է ավելի զերծ լինեք ինչ որ մեկնաբանություններից, հանդիպումներից, քննարկումներից, թեկուզ հենց ֆինանսական հարցեր քննարկելուց, պայմանագրեր կապելուց եւ այլն, այդ ամեն ինչում եղեք ուշադիր։ Երևի թե այսքանը ես ավարտեմ, ես կարծում եմ բավականին մանրամասնեցի սիրելի կարիճներ, որովհետև նախ առաջինն եք, իդեպ ասեմ առաջինն եք եւ էլի պահպանել եք ձեր առաջի տեղը, շնորհավորում եմ ձեզ եւ դրա համար առաջինը ձեզ եմ անդրադառնում եւ մանրամասնում եմ մասնավորապես, որ առաջին լիալուսինը լինելու է ձեր նշանում նորալուսինը հակադիր նշանում, այնպես որ էներգիան կենտրոնացած է, կուտակված է ձեր շուրջը, ձեր ֆինանսների շուրջը, ուստի նաև հարաբերությունները, հա, դա շատ կարևոր է, այնպես որ նայեք ձեր քարտեզը, եթե գիտեք
ու փորձեք նրանք արդեն ովքեր քիչ թե շատ հասկանում են, ուրեմն տեսեք ինչ մոլորակներ ունեք, ինչ կարելի անել կամ որ բնագավառին դա կարող է վերաբերել ձեր անձնական քարտեզում կամ պարզապես եթե չգիտեք ձեր գործերի ընթացքը ինչպիսին է, փորձեք կողմնորոշվել, իսկ նրանք ովքեր բարդ վիճակում են, արդեն պետք է դիմեն ու իրենք հասկանան, թե ինչպես կարող են այդ վիճակից դուրս գալ։ Այսքանը սիրելի կարիճներ, ինչ կարող եմ ավելացնել, գրեք անպայման ձեր ուրեմն տպավորությունների մասին, որքանով կատարվեց, գիտեք ինձ շատ հետաքրքիր է, որ դուք նորից եմ ասում, ոչ թե ինչ որ բարեմաղթանքներ, այսպես եւ այլն, շնորհակալ եմ շատ իհարկե, հաճելի է երբ կարդում ես նման բաներ, բայց ես կուզենայի, որ նաեւ խելացի կիսվեք, որ ասենք այստեղ մոլորակ ունեի եւ սա կատարվեց, կամ այստեղ ունեի, կամ իսկապես կանգնեցի այս փաստի առաջ եւ այլն, այսպիսի հարցեր լինի, որ դուք կիսվեք հետաքրքիր եւ իսկ նրանց համար ես ուզում եմ նշել ում հետաքրքիր չի, խնդրում եմ ավելորդությունների փոխարեն այդպես միտված որ մտնում են եւ գրում են, դուրս եկեք գնացեք գուշակների մոտ հարգելիներս, ընտրությունը շատ մեծ է, այնպես որ գնացեք գուշակների մոտ եւ ինձ հանգիստ թողեք, որտեվ այստեղ հավաքված են բանիմաց խելացի հետաքրքրված պրոֆեսիոնալ կարելի ասել մարդիկ, այնպես որ այդպես պատահական ինչ որ հայտնված մարդկանց համար եթե հետաքրքիր չի դուրս եկեք եւ իզուր տեղը ավելորդություններ մի գրեք եւ չմոռանաք նաեւ լայքել իմ սիրելի հետևորդներ, մենք կհանդիպենք հաջորդ ամիս եւ անպայման օգտվեք իմ խորհուրդներից, որովհետեւ դրանք ձեզ կարող են ճիշտ տեղ տանել եւ օգնել, որպեսզի դուք շատ մեծ կորուստներ չունենաք, ինֆորմացված լինել նշանակում է լինել պաշտպանված։ Այսքանը լավ եղեք, ես կսպասեմ ձեր մեկնաբանություններին առայժմ։